Տղեր, քառորյա պատերազմը ապացուցեց, որ առաջնագիծը պահող հերոսը, առյուծ տղեն, արծիվ տղեն դուք եք։ Արցախի պաշտպանության բանակի որ սպայի հետ խոսում եմ, ասում են 10-19-20 տարեկան տղեն է պահել այս սահմանը։ Կուզենայի առաջնագծից, որպես ազերի բաշի բոզուկներին խաղաղություն պարտադրող զինվոր, իսկական դուխով տղերք, ձեր խոսքը առաջնագծից ձեր ծնողներին, ձեր հարազատներին, ոնց լինի սիրած աղջիկ կունենաք, ձեր սիրած աղջկան, աշկից դուն է սիրած աղջիկ, կնոջդ, առաջնագծից խոսքը ժողովրդին։ Ժողովուրդ ջան, մենք լավ ենք, սահմանները պահվում է, միշտ վստահել եք, որ սահմանները լինելու են անառիկ, մեր զինվորները միշտ պատրաստ են հակառակորդին հաղթել զսպաշապիկ։ Դե մի երկու բան ասա։ Երկու բան ենք ասեմ, որ կարող են մեր բոլորիս հարազատները տունը հանգիստ նստեն ու ոչ մի բանի մասին չմտածեն, որովհետև ստեղ բոլոր սահմանները ամուր են ու չեն կարող հասնել իրանց կյանքում ոչ մեկ։ Ու մենք էլ մեզտեղ շատ լավ ենք զգում, ոչ մի բանի պակաս ոչ ունենք, ոչ էլ խնդիրներ ունենք։ Ամենակարևորը դուխը մարտական է, եթե ազերիները փորձեն ոտնձգություն կատարեն սահմանի նկատմամբ, ինչ կանեք։ Հաստատ լավ չենք վարվի։ Հաստատ լավ չենք վարվի։ Որտե՞ղ ես ապրում։ Որտե՞ղ ես ապրում։ Սևան, դու աղբեր։ Որ թաղում ես։ Օ, հին թաղամաս։ Հա աղբեր։ Որտեղից ես։ Օ։ Հա աղբեր։ Օ, Քյավառից։ Դե զեմլակ ես էլի։ Դե մի բան էլ դու ասա։ Ժողովրդին։ Մաղթեմ ժողովրդին ասեն իրանց տեղեկին անում, իրանց տեղեկը համփոխանք ծառային երկուկան, սամանը պահինգը անառիկ ուժեղ, չեն վախենա, միշտ հսկենք է։ Իրար թև ու թիկունք եք էլ իստեղ։ Տանեզները թող հանգիստ իրանց, կունը ամեն ինչով հանգիստ։ Անորեն թուրքն է դիրեմ այր հողի, ինչ սրտով պիտի մտնենք անկողի, մամջան չտխրես, շատ չմտածես, կռիվ ենք գնում ախպեր սույես, մամջան չտխրես, շատ չմտածես, կռիվ ենք գնում ախպեր սույես, մռայլ գիշերը նստած ենք փոսում, այստեղ հայքաջի արյուն է հոսում, եկել ենք կռիվ, կռվում ենք այսպես, խփում ենք թուրքին ախպեր սույես, եկել ենք կռիվ, կռվում ենք այսպես, խփում ենք թուրքին ախպեր սույես։ Երբ լուսապացին թուրքը լեռներ սողում, մեր զիլ հարվածից աշխարհն է թնդում, ինչքան պետք լինի կկռվենք այսպես, հայ ազգի համար ախպեր սույես, ինչքան պետք լինի կկռվենք այսպես, հայ ազգի համար ախպեր սույես։ Բանգլադեշցիներին ինչ կդեմ։ Բանգլադեշցիներին բարևներ, սաղ լավ ախպերներին բարևել, ծնողներից բարևում եմ, շատ բոլորից կարոտում եմ, գալու եմ իստանի Հեն ախպեր։
Մնացել է 5 ամիս գնալու անապս 11 փաստում այդօր։ Գնաց հասես տուն, ընտանիք։ Այս ծառայությունը ինչ տվեց քեզ։ Ինչի՞ բա։ Չեմ կարում ասեմ, բայց ամեն ինչ կգնա, մենք սովորել ենք։ Ամեն ինչ ստացենք քաղաք։ Ծառայությունը մեծ տվել է, ես կարամ ասեմ բոլորի անունից են, որ ծառայությունը տղուն տալիս են նոր կայացող տղուն տալիս են միայնակ ապրելու դեր բոլոր պայմանները, որ ինքը կայացած մարդ է դառնում ու գնում է հասնում իր ծնողներին դեռիվ ուրիշ մարդ։ Ու որ ուր է լինի հաստատ տենց սահմանին ծառայող տղան հաստատ ուր է լինի հետագայում հաստատ ինքը իրան կարապայի ու իր ընտանիքին կարապայի։ Ու ոչ մի խնդիրի առաջ չի կայանի, հատետի ես բոլորի անունից եմ խոսում ու համոզված եմ էդի, հենցա բոլոր տղեկն էլ էդի զգում են ու ծառայությունը մտածում են, որ տղային հարկավոր է, շատ փոփոխություն է։ Ամեն մեր վարդի սիրարվածները շատ են բոլորիս ընկերուհիներին, իմ ընկերուհու գլխավորությամբ բարը։ Ով է սիրարված ձեռները բարձրացրեք։ Օրո։ Դասակի հրամանատարն է ինքը ավելի կոնկրետ կարա ասի բանակի հետ, բաշտի հետ կապած ամեն ինչ ավելի լավ ու ռեալ կարա ասի ոնց ենք մենք տեղափոխում։ Ամենակարևորը գիտես որն է, որ այն մթնոլորտն է, որ տարբերություն չկա, շարքային ես, վաշտի հրամանատար ես, թե սպա։ Մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար։ Մեր մոտ ստեղ մի հատ ընտանիք է։ Տղերք, ժողովուրդը անգիր գիտի, որ այս քարորա պատերազմի հերոսը դուք եք։ Առաջնագիծը պահող, անառիկ սամանը պահող զինվորը դուք եք։ Որ թիկունքում մենք հանգիստ քնում ենք, ձեր շնորհիվ էր։ Ու դա չեն հերքում անգամ Արցախի պաշտպանության բանակի սպաները, որ սպայի հետ խոսում ենք, ասում են 18, 19, 20 տարեկան տղերքն են պահել, որ ադրբեջանցիները չկարողացան հասնել իրենց նպատակին։ Հիմա կուզենայի հենց առաջնագծից ձեր խոսքը ժողովրդին, ձեր ծնողներին, հարազատներին 1-2 խոսքով կխնդրեի ներկայացնեիք։ Համբերություն, ծնողներին էլ առողջություն, որ մեզ են սպասում, մենք էլ այդքան կհասնենք իրանց։ Մենք գաղթից անպակասել ենք։ Դուք էլ որպես այրուս տղերք այն ձև եք ծառայելու, որ ձեր ծնողները հպարտանան ձեզանով, ձեր ընկերները հպարտանան ձեզանով, ինչպես որ հպարտացան քարորա պատերազմի հերոսներով։ Շամշան ջան, մենք էդի խոսքերով չենք ասի, հեսա մենք Հաղ մեր երկրի հաղին մերն է Պիտի գնանք վաղ թե ուշ Հերով լինի, սերով լինի Պիտի գնանք վաղ թե ուշ Հարարատից գլխին դրոշ պիտի դնենք վաղ թե ուշ Հերով լինի, սրով լինի պիտի գնանք վաղ թե ուշ Հարարատից գլխի երագույն ծածանենք վաղ թե ուշ Երկով լինի, հաչքով լինի Պիտի գնանք վաղ թե ուշ Կործրեցինք մեր հաղերը Եվ մեր ազգը կուրացավ Բահուգերի չասիրելուց Զենք բեռնելը մոռացանք Ու
Հույսը դերի կարդարության սրի դերը կուրացան հրով լինի Սրով լինի պիտի նան